Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Պարոն Սուրենյան, ձեր դիտարկումները ինչ են ցույց տալիս, արդյոք հաճախակիացել են այն դեպքերը, որ մեկ օրվա ընթացքում ավելի շատ ծավալի անձրևներ ու տեղումներ են լինում, օրինակ չգիտեմ, մեկ ամսվա ծավալը մեկ օրում է տեղում։ Այո, վերջին գոնե 10 տարիներին եւ հատկապես վերջին 5 տարիներին վիճակագրությունը ցույց է տալիս, որ աճել են տեղումների ինտենսիվությունը, այսինքն կարող է ինչ-որ մի ժամանակահատվածում տեղումներ չլինեն եւ մեկ օրվա ընթացքում թափվել ամբողջ ամսական նորմայի չափ տեղումներ եւ մենք անցած տարի էլ ականատես եղանք հենց Երևան քաղաքում, ինչու նաեւ հանրապետության տարբեր հատվածներում տեղատարապ անձրևների եւ մեկ ժամվա ընթացքում կամ ավելի փոքր ժամանակահատվածում հանրապետության առանձին հատվածներում թափվում էր մինչև ամսական նորմայի չափ տեղում եւ նաեւ մի ուշագրավ երևույթ է առաջացել վերջին տարիներին նաեւ մեծացել է ամպրոպների կրկնելիությունը եւ ուժգնությունը։ Սա ընդհանուր գլոբալ տաքացման հետ է կապված։ Սա գիտեք շրջանառության փոփոխության հետ է կապված, որովհետեւ մոլորակի վրա առկա է մթնոլորտի շրջանառության որոշակի շեղումներ եւ այդ շեղումների ընթացքում մեզ մոտ հայտնվել են նոր մթնոլորտային երևույթներ, նոր process-ներ, որոնք վերել են նման փոփոխությունների։ Շատ շնորհակալ եմ, հարցեր կան։ Սովորաբար տարիներներ է դա համատում, ոչ թե նախորդ տարին, այլ 5 ամսակով, 10 ամսակով, 1 ամսակով միտումներ կան։ Գրում է ավելի շատ դեպի չորացում, ավելի շատ դեպի այսպես ասած կոնավ եղանակների հետ կան։ Միտումը այսպիսին է, եթե վերջին 10 տարին վերլուծենք, դիտվում է ձմեռային ժամանակահատվածի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում, բավականին մեծ ցուցանիշով եւ տեղումների անկում, բայց միևնույն ժամանակ ամառային ժամանակահատվածում ջերմաստիճանը գրեթե անփոփոխ է եւ դիտվում է տարվա տակկեսին տեղումների զգալի ավելացում, այսինքն եթե տարեկան կտրվածքով գնահատենք, ձմռանը տեղումները պակասում է, ամռանը ավելանում է, տարեկան կտրվածքով առանձնապես լուրջ փոփոխություններ չունենք։ Ապրիլ ըստ էության ինքն իրենով առանձնանում է որպես տեղումնառած հասկացանք։ Հիմա նշեցիք, որ ապրիլի նորմային մոտ է լինելու։ Այսինքն ինչ-որ այսպես վայրի վերումների սպասել ապրիլի։ Պետք է ակնկալել լավ անձրևներ։ Եթե նորմայի մոտ մենք տեղումներ են կանխատեսվում, իսկ ապրիլի նորմաները հանրապետությունում հատվածներ կան, որ տեղումների քանակը հասնում է մինչև 100 մմ-ի, որը շատ մեծ ցուցանիշ է, պետք է ակնկալենք, որ ամսվա ընթացքում մենք կունենանք նորմալ տեղումներ, որը միայն ուրախալի է։